Բարև, իմ անունը Ռոման է, առանց վնասի խնդրում եմ Как вы сюда попали? հենց նոր ճանապարհով քամուս լինի։ Նայ հենց քո վերածից վրա ես չէի կարդացի, ասես մենք չենք կարա մնանք, դու կապ ունես քեզ այստեղ պահողի հետ։ Աննա, Շնորհակալություն, 28 տարեկան, Աննա, բայց դու ջահել ես։ Իսկ դա քեզ կօգնի։ Բայց քո ամուսինը ինչ կապ ունի։ Ժայռից ա գցե։ Օրո, չէի տեսե։ она чувствует меня. Աննա։ Լացում ես։ Բարև բոլորին։ Ինչպե՞ս եք։ Հենց նոր եկա, ուրեմն ավելի շուտ կարող ա գա, ես եմ միակ ճանապարհը, ես էլ չգիտեմ ուր ա տանում։ Բարև բոլորին։ Մի քիչ շատանան ժողովուրդը ու մտնենք ներս։ Ժողովուրդ, հիմա որ մտնեմ ներս, կապը կորելու է։ Հենց կկորի, ես կբարձրանամ անմիջապես վերև, կվերականգնվի, լավ։ Հենց հիմա իմ եթերի մեջ մարդ կա, ջահել տղա է, 18 տարեկան, բանակ 18 տարեկանից են, չէ՞ տանում Հայաստան դեռ։ Ուրեմն հենց հիմա իմ եթերի մեջ մարդ կա, անունը Էրո է, Էրո ջան, գիտեմ այսօր դու վերջի անգամ ես մեզ հետ լինելու, 2 տարով կբացակայես, չգիտեմ բանակ հնարավորություն կլինի հետևելու թե չէ։ Էրո ջան, ես այսօրվա եթերը քեզ եմ նվիրում, իմ աղբեր։ Քեզ ցանկանում եմ բարի ծառայություն, անփորձանք ամենակարևորը, շուտ վերադառնաս ծնողներիդ։ Ու միշտ այդտենց խիզախ հայրենիքը պաշտպանես, ճիշտ է, Հայաստանում չեմ գտնվում, բայց մենակ այդ մաղթանքները կարամ քեզ ասեմ, բարևը որ նոր միացավ։ Էրո ջան, այսօրվա եթերս քեզ եմ նվիրում, ցավը տանեմ։ Բարի ծառայություն եմ քեզ մաղթում։ Ես գիտեմ, որ դու այսօր վերջի անգամ ես դիտելու եթերս։ Դե 2 տարուց որ գաս, ես էլի կլինեմ, խնդիր չկա, Էրո ջան։ Թող Աստված քեզ պահապան լինի, ուրախ ծառայես, վերջացնես ու բոլոր զինվորներին մաղթում եմ բարի ծառայություն ու անփորձանք հայրենիքին պաշտպանեք, որ թշնամին կույրանա ամեն անգամ հայրենիքին դեմ գալու։ Մաղթում եմ քեզ բարի ծառայություն, եթերս քեզ ա նվիրվում, Էրո ջան։ Ու բոլոր զինվորներին կա։ Հիմա որ ես ներս մտնեմ, պայտակ կապերը կարող է կորի ու ես կբարձրանամ անմիջապես վերև։ Մարդիկ կան, որ տարածքը գիտեն, ճանաչում են, ինձ տեսել են ստե հավաքարար աշխատելուց, մարդիկ էլ կան, որ առաջի անգամ են։ Ես որոշել էի կլինիկա գնամ, ուղղակի որ տղաները գալիս են, տղաները ինձանից 10 կիլոմետր հեռավորության վրա են։ Իջացրել եմ, ասի դե էտա, կակրաս կգամ ստեղ, որովհետև ինքը շատ հեռու է, մենակ հիմնականում անկեղծ վախենալի է։ Լավ էլ է Ռոման ջան։ Էտա, հեսա մի քիչ մութը տա ու բարձանանք վերև։ Մթին ավելի լավ ու վախենալու։ Ստեղ այնքան ակտիվ չի ժողովուրդ, ավելի շուտ եղել է վերջի ժամանակ, բայց այդքան չէ։ Ստեղ ուղղակի մենք կփորձենք բացահայտենք պատմություն, թե ով է ապրել, ինչ է ապրել, ինչ ուժեր կան, ինչ էներգիաներ կան։ Բայց ստեղ բան չի լինի։ Ստեղ բան չի լինի։ Հա չէ, ստեղ այսքան տեղն է երևում, բայց հələ վերևը, հատվածը։ Այսեք մտենք կտենանք։ Դեմ ուզում եմ։ Կներեք, սա որտեղ է գտնվում։ Կարճ շենքի մասին։ Սա գտնվում է Ֆրանսիայում, տարածքը, ինքը շատ կորած անտառների մեջ գործարան է մեծ եղել, ժամանակին գրեթե 300 հոգի մարդ է աշխատել մեջը, լքվել է, ուղղակի լքվել է, չի աշխատել դրա համար, բայց խիը ինքը առեղծվածային, ստեղ դեպքեր են տեղի ունեցել սպանության, բռնության եւ նման լիքը վատ բաներ։ Իսկ տարածքն էլ այսենց ինքը կորած անտառների մեջ այս երկու շենքն է, սա ստանցիա է, հոսանք է արտադրում, իսկ սա գործարանը։ Միացնեմ լույսը ու գնանք առաջ, գնանք բացահայտելու։ Հայաստանում հա լինելու եմ շուտով։ Գնացինք ներս։
Չենք վախենում Աստծով խի չգնացի կլինի կա, որովհետև չէի ուզում պահը բաց թողնել, տղեկը գալիս էին, ասի գամ ստեղ, լստենայիք ժողովուրդ։ Գնանք ներս։ Կարապետյան ջան, քանի տարեկան եմ, չեմ պատասխանում, ներողություն եմ խնդրում։ Կապը կկորի, ես անմիջապես կբարձրանամ վերև։ Ահռելի տարածք է։ Անչափ շնորհակալ եմ Ասիա ջան։ Հիմա դզվեց կապը, ժողովուրդ, լսում եք ինձ։ Եկել կա։ Ասիա ջան, անչափ շնորհակալ եմ։ Իսկ եկել կա։ Ով կա։ Գոսյուբը չեմ էլ միացրել էլ։ Արա ուր դու ցանգնում։ Անի գոսյուբը միացնեմ։ Ռուսկի։ Բարև։ Իմ անունը Ռոման է։ Ես այստեղ արդեն եղել եմ, Ռոման ջան, առաջին անգամ եկա։ Այստեղ չէ, երկրորդ անգամ։ Ոմանք կհիշեն, որ այստեղ եղել եմ։ Ոմանք կհիշեն այստեղի։ Նիչիվո։ Հա, գիտեմ։ Կա ինչ-որ մեկը այստեղ, այս երեկո, խնդրում եմ կներկայանաք։ Եթե ինչ-որ մեկը այստեղ կա, խնդրում եմ կապի դուրս կգաք ինձ հետ։ Ես ներկայացա արդեն, իմ անունը Ռոման է։ Ես այստեղ եղել եմ շատ վաղուց։ Չեք վախենում Ռոման ջան, չէ։ Ադանա։ Ադան չկա էլ։ Խնդրում եմ կներկայանաք։ Բարև ձեզ, ով որ նոր միացավ։ Եթե ինչ-որ ուժ, էներգիա, հոգի կա, խնդրում եմ, կարող եք կապի դուրս գալ։ Հոգիները քեզ սիրում են։ Ինձ մեկ թվում է, չհասրեցի կարդամ։ Հենց կապը կորի հետ կգնամ ժողովուրդ։ Ուզում եմ ստեղ նկարեմ։ Ищи меня. Կփորձեմ, ես այս երեկո կտեսնեմ քեզ, բայց խնդրում եմ առանց ագրեսիայի, առանց վնասի, լավ։ Ինձ մեկ թվում է, որ դու վախից զգայարան չունես։ Որտեղ ես։ Որտեղ կարող եմ քեզ տեսնել։ Դու խնդրում եմ կներկայանաս, անունդ կասես։ Будь осторожен. Լավ։ Դեմքս չէ, ցույց չեմ տալի, ցավը տանեմ դեմքս։ Իմ դեմքը մի տեսեք, ես գեշ եմ։ Դուք դիտեք այն ինչը նկարում եմ, ավելի սիրուն է։ Ես կփորձեմ զգուշանալ, բայց խնդրում եմ ուժ, էներգիա, եթե կա։ Ֆորը ինչ հոտ է գալի։ Երկ։ Էս ինչ հոտ է գալի։ Мистериозно воду ой карма.
Եղկեսի չոտա գալի։ Անունդ կասես կներկայանաս քիթս փագել եմ։ Այո, բայց հարդը ինչա, հորդորում ենք անչափահասներին չդիտել լայվը, հա։ Հենա անկյունը, որ։ Հոտա եղկ։ Հոտա եղկ։ Հա, հասկացա, որ կապը կորավ դուրս եկա, ժողովուրդ ջան։ Ախպեր լքված գործարանա։ Ինչ որ մեկը հենց հիմա ինձ հետ, ով որ գտնվում է, ինչ որ անկյունում, այսօր կարողանամ տեսնել քեզ, խնդրում եմ։ Բարև ցավը տանեմ։ Չէ, Ռեո ջան։ Կախելա ժող, թե մոտսա։ Չէ, արդեն պիտի դզված լինի, օրը սիրտս կայնա։ Եկել կա ինսի։ Բարձանամ վերև։ Խնդրում եմ ուժերն ու էներգիաները, եթե այստեղ եք, փորձեք կապի դուրս գալ։ En France։ Ով կա հետս։ Успех. Հա։ Նորից բարև ձեզ։ Հոգիները հայ են, չգիտեմ ախպերս հոգիները հայ են թե ոչ։ Ուրտեղ կարա լինի։ Ես գիտեմ դուք այստեղ ակտիվ չեք։ Չէ, Հայաստանում չեմ, ժողովուրդ ջան, Ֆրանսիա եմ։ Կասեք ձեր անունը։ Առանց վնասի խնդրում եմ պատալոգից բան չեք պոկում, գցեք գլխիս։ Լավ։ Որովհետև ես կարող եմ ցավ զգալ։ Այն ինչ էր անցավ զգուշ մնա Ռոմ ջան։ Բան եք տեսի անցել։ Ժողովուրդ վերջի որ այն եթերի ժամանակ որ եկա, մարդիկան գիտեն։ Եթե հիշում եք, ով է հիշում այս վայրը, ժողովուրդ, եթե կան եթերի մեջ գրեք։ Ախպեր միտքես տալի, չէ, ես պարտադիր պիտի ասեմ։ Ինչը բերեմ։ Եղել եմ այստեղ ակտիվ այդքան չի։ Պատուհանի մոտ բան եմ նկատել ոնց որ։ Եթե ինչ որ նկատում եք, ժողովուրդ սկրին արեք։ Նայեք, ասում եմ միտք ես տալի, հենց հիմա ես կարա պոկվի ինգնի գլխիս։ Արա Արա գլուխս Լսի ինչ եմ ասում, չգիտեմ ով ես։ До свидания. Ինչ դա սվիդանիա, չեմ գնա նոր եմ եկե։
Լարում է։ Ախ գլուխս ոնց ցաված, վախ, ճիգ տվեց գլուխս հիմար է։ Ուրդ ահա որ գլխացավ եմ զգում, իրոք սիրտս խառնեց։ Գլուխս Можешь պատտի։ повторить? Չեմ ուզում, արա հանգստացի, բա, եղք։ Մեկը մեկին ասում է պավտարից, չէ, չեմ ուզում։ Չեմ ուզում։ Ժորդ մեկը մեկին ասեց можешь պավտարից, այսինքն ասում է կարաս կրկնես։ Մեկը մյուսին։ Լուրջ եմ ասում, մեկը մյուսին ասում է կարաս կրկնես, այսինքն ինչ որ մեկը կարար աներ այդ ամեն ինչը, այն մյուսը չի կարա անի, լսի ինչ եմ ասում։ Իրանք հաճույք են զգում, հա, հաստատ։ Հա, հիմա մենակ եմ, տղեկ 10 կիլոմետր հեռու են ինձանից։ Ազիզ ջան, շնորհակալություն անչափս։ Սիրտս խառնեց, ժողովուրդ, իմ արև հարվածից սիրտս խառնեց։ Որտեղ կարամ քեզ տեսնեմ։ Կարաս երևաս։ Երևա։ Խոսքը ուժ ունի։ Գիտեմ։ Ժունը Ռոման ջան նման բաներ մի ասա։ Just edit, սմա։ Ասեմ գլխին խփող չի ցանվի։ Ասեմ չասեմ, խփեց արդեն։ Ահ։ Բայց իրոք անենց ացավում հենց հիմա։ Իրոք սրտ խառնոց զգացի։ Կներկայանաս, կասես անունդ, վերջապես։ Ռոման զգուշ դռան մոտ բան կա։ Ժողովուրդ, եթե ինչ որ մի բան նկատում եք, իրոք սկրին արեք։ Успевать. Ես հասցնում եմ ամեն ինչին։ Ես հասցնում եմ օրվա մեջ։ Գիտես ինչքան բան։ Այնքան բան, որ կարողանում եմ անգամ հանգստանալ եւ գալ եթեր անել։ Ձեր մեջ, որ էներգիաս խլում եք։ Դուք դրանից հաճույք եք ստանում։ Ասա։ Ժողովուրդ, խոսացող սարքը գոսչուբա, Ալիսայի հետ կապ չունի։ Որտեղ կարամ տենամ։ Լուսամուտի դեմից անցավ։ Լուսամուտի դեմից անցավ, ով տեսավ ժողովուրդ։ Точно. Գիտեմ։ Գիտեմ։ Էսովա։ Լուսամուտի դեմից ով տեսավ անցավ։ Տեսակ։ Տեսել են ոմանք, հա։ Մի բան իրար դուր, կարողանաս ինչ-որ մի բան շարժել։ Խփեցին, թե բան ընգավ գլխիդ։ Ընգավ, ժողովուրդ։ Ընգավ վերևից։ Կնդունը չլսակ։ Անենց ընգավ գլխիս ակոժներից զնգուն է հելը։ Հələ լավա տափակ ընգավ, տափակ հատվածով, եթե խոսքի էսի սենց ցից ընկներ կջարդեր գլուխս, լուրջ եմ ասում։ Привычный. Հա, սովորական է ձեզ համար դառը, այսինքն եթե մարդիկ գալիս են այստեղ, դուք իրանց այդպես սիրում ճամփու եք դնում, որովհետև մեկնաբանություններում գրել են հոգիները Ռոմանին սիրում են։ Как вы сюда попали? Հենց նոր ճանապարհով, դնով,
Չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Սկրին եմ, բան եմ նկատի, սկրին եմ արի։ Ուրեմն Դավիթ ջան, անձնականով գրի ցավը տանեմ։ Ես Facebook-ս կգրեմ, ուղարկի ժողովուրդ, ով որ գիտեր այն Facebook-ս արդեն չկա, նոր Facebook եմ բացել։ Ռոման ջան, բայց հոգնածություն զգում ես հաջորդ օրը, որ էներգիատ տանում են։ Սուր հոգնածություն, ահա որ, հա, վիրյովկա, որտեղ, գերբնական, Facebook-ս գերբնական, ժողովուրդ, կարող եք, եթե սկրին եք արել, ուղարկեք ինձ, խնդրում եմ։ Որո չկ, Это мои. հասկացա, ստեղից որ բրդի կցի չէ ինձ։ Հե, ով է։ Հերու։ Նայ չբրդի, հա, այդ եմ անում։ Էսի կարակ համուս լինի։ Ով է անում, լստին այ, ոնց է։ Мы можем остаться. Բա ասեք օգնեմ այդ դեպքում, չեք կարող մնալ այստեղ համաձայն եմ։ Ռոմ ջան, հələ հարցրու ինչա պետք անել, որ իրանց հոգիները գնան։ Հոգիները երևի հանգստանան ու լքեն տարածքը։ Նայ հենց քո գրածից վրա ես չէի կարդացի, ասես մենք չենք կարա մնանք։ Я надеюсь. Կարո ջան, Ող, ես խոստանում եմ, կգամ, այստեղ մոմ կվառեմ, կաղոթեմ, որ դուք գնաք այստեղից, դա ձեզ կարող է օգնել։ Հələ պատի խաչերը, ժողովուրդ, ոնց նկատեցիք, լստի նայեք։ Ոնց նկատեցիք։ Որ բառերը հասկացաք, լուրջ գրել էին մեկնաբանությունները ոնց կարանք իրանց օգնենք, ասում է ինքը կարդաց մեկնաբանությունը, ասում է հա ես օգնության կարիք ունեմ, ու ասում եմ լավ ես կգամ կօգնեմ, ասում է նադեյուս, այսինքն հույսով եմ։ Լուրջ, եթե ինչ որ մի բան նկատում եք, սկրին արեք, լուրջ եմ ասում, ես կարող եմ պահիտակ չնկատեմ։ Բարև սիրուն հոգի։ Ես էի սիրուն հոգին, թե ինչ որ հոգի ես տեսի սիրուն էր, Արմ ջան։ Որ սվիցից, որ կողքից նայում ես մի պահ, ոնց որ դագաղի գրիշկա լինի, որ պահը։ Արմ ջան, մի հել, բա որ չհելնեմ չեմ հասցնի նկարեմ, չեմ նկարի։ Բա ես հենց ստեղ եմ դրա համար։ Ժողս, երևի առաջի անգամ եմ խնդրում ձեզ, լայք եք։ Заключенный. Դու գերեվարված ես այստեղ։ Ժողովուրդ, ինքը հենց հիմա գերեվարված է ինչ որ չար ուժի ձեռքով։ Հա չէ, Ռոմ ջան, շոպլիկական քեզ վնաս չտա, հա չէ։ Ով լսեց, ինչ որ բան լսեցիք, ինչ որ բան ես լսի ավտու, վախացնում ես, ցավը տանեմ, իրոք լուրջ։ Ինչ ախպեր։ Դու գերեվարված ես այստեղ։ Փոսերից զգուշ մնա, Ռոմ ջան, հա։ Կապերը կախում է։
Կախում է։ Ստեղ չպետք է կախի։ Հարցրու դու կապ ունես քեզ այստեղ պահողի հետ։ Okay։ Չգիտեմ ինչ է քո անունը։ Եթե անունդ ասես, խոստանում եմ, կփորձեմ կապի մեջ դուրս գալ։ Երևի չար ուժ կա իրա հետ ուզում է ազատվի իրանից, հա։ Հա։ Կասես անունդ, որ խնդրեմ։ Ինչու չես խոսում։ Խնդրում եմ անունդ ներկայացրու։ Հարցրու դու կապ ունես քեզ այստեղ պահողի հետ։ Ախպեր հարցր դուր։ Դու կապեր ունես քեզ այստեղ պահողի հետ։ Խնդրում եմ, կասես։ Դու ինչ կապ ունես քեզ այստեղ պահողի հետ։ Ավելի ճիշտ, դու կապ ունես քեզ այստեղ պահողի հետ։ Երևի չի թողում դեմոնը, հնարավոր է։ Խնդրում եմ, ասա։ Да. Դա, այսինքն կապ ունես այստեղ պահողի։ Ինչ կապ ունես այստեղ պահողի հետ։ Անունդ կասես, որ խնդրեմ։ Անունդ ասա, խնդրում եմ։ Կներկայանաս, հնարավոր է ամուսիններ են, ախպերս հարցր դու։ Դուք ամուսիններ եք, ավելի շուտ անունդ կամ ասա, կամ էլ ասա, դուք ամուսիններ եք։ Կասես, դուք ամուսիններ եք։ Хочешь? Ես ուզում եմ իմանալ քո անունը, խնդրում եմ, անունդ կասես։ Анна. Վերջապես։ Վերջապես։ Ասում եմ ես եմ սպանել նրան։ Աննա հաճելի է, ես ներկայացել եմ արդեն, իմ անունը Ռոման է։ Շնորհակալություն, որ ներկայացար։ Աննա, կարող եմ տեսնել քեզ։ Ты чувствуешь меня? Չէ։ Իսկ ես քեզ պիտի զգայ։ Ախպեր հարցր։ Հələ մի րոպե չհասցրեցի։ Դու հնարավոր է ամուսիններ են։ Դուք ամուսիններ եք, Աննա։ Հեսա չաթում Աննա կա։ Եթե չաթում Աննա կա, հեսա սա Աննաները կլքեն չաթը վախուց։ Աննա, իսկ դու քանի տարեկան ես։ Խնդրում եմ, կներկայանաս, կասես քանի տարեկան ես։ Որ շատ խնդրեմ։ Ուղղակի ասա քանի տարեկան ես։ Արա։ Ես վախում եմ արդեն այս տարածքից։ Ես վախում եմ այս տարածքից արդեն։
Անա դու վաղուց ես այստեղ, քանի տարեկան ես, Ռոմ ճշտիտ ես Մարինեի ասածը համապատասխանում է իրականությանը։ Հա, հեսա կհարցնեմ։ Անա, տարիքդ ասա։ 28. Շնորհակալություն, 28 տարեկան, Անա, բայց դու ջահել ես։ Լրիվ ջահել ախպեր։ Անա, չաթում ինչ որ մարդ կա։ Չէ, եկեք այդ հարցերը չտամ, խնդրում եմ, թողենք ամենքը իր կարծիքին մնա։ Դա ինձ թվում է ավելի հետաքրքիր կլինի։ Ինքը մենակ չի, Ռոման։ Մի րոպե, ասա ինչ կապ ունես քեզ պահողի հետ, ասա Անա քո ամեն մի խոսքը քեզ կօգնի ազատվելու համար։ Անա, ուրեմն եթե հենց հիմա ասես ինչպես կարող եմ քեզ օգնել, խոստանում եմ կփորձեմ օգնել։ Ռոման, ասա դու ուզում ես ինձ ցավ պատճառես։ Անա, մի րոպե հերթով հարցերը հեսա կտամ։ Ինչպես կարող եմ քեզ օգնել։ Հայա Աննան։ Չէ, հայ չգիտեմ։ Բայց իրանց ազգություն կարելի է, եթե ես հենց հիմա մի հատ սայթ հակեմ, այդում եմ ներքև։ Մոծակները խեղդին ինձ շորտիկով հենց այսօր պետք է գայ։ Այս Հայաստանում ա չէ, Անի ջան, Հայաստանում չի։ Աննա, ինչպես կարող եմ քեզ օգնել, ինչու չես խոսում։ Ասա Աննա քո ամեն, ասա կուզենայի չհասրեցի կարդամ։ Անա, եթե ասես ինչպես կարող եմ օգնել, կփորձեմ, մի լռիր, խնդրում եմ, մի լռիր։ Ռոմ ջան, հələ հարցրա այսօր, էս ինչ որ չա։ Где я? Դու հենց հիմա գտնվում ես մի տարածքում, որտեղ որ դու գերեվարված ես, քո խոսքերն եմ կրկնում։ Կասես ինչպես կարող եմ օգնել, խնդրում եմ։ Сожги свечи. Վախի մարև։ Իսկ դա քեզ կօգնի։ Да. Լավ, կփորձեմ հաջորդ անգամ, խոստանում եմ։ Տարածությունը չի խանգարի ինձ, ես կգամ, խոստանում եմ, կգամ կփորձեմ։ Իրանատեղ պահող անունը հարցրա։ Քեզ ով է այստեղ պահում, կարաս ասես անունն ինչ է։ Անունը կասես, քեզ պահողն ով է։ Ով է քեզ այստեղ պահում։ Քեզ այստեղ ով է պահում։ Ինքը հղի է եղել, որ մեռել է, հարցրատես։ Վայ ախպեր, հարցնեմ ինքը հղի է եղել։ Անա,
խնդրում եմ, լսեցիր հարցը։ Յուրաքանչյուր հարցի կարող ես պատասխանել։ Քեզ ով է այստեղ պահում, իսկ հղի ես եղել։ Мой муж Андре. Օրո։ Ասма մայի մուժ։ Խա բարերը սխալ հանում։ Էսի արդեն որի օր դեպքն է։ Մոյ մուժ Անդրե։ Սարի հետևը նայի։ Բայց քո ամուսինը ինչ կապ ունի։ Ամուսինդ կարա քեզ տեղ պահի։ Ուզում եմ մոն վառես, հարցրու ինչ կտա քեզ դա։ Ասում եմ իրան կոքնի, ինքը կհեռանա։ Բա որ ասում է ամուսիններ են։ Ախպեր ուր դուս գիտես սամ իմ արև։ Ես Մոյ մուժ Անդրե։ Անդրե, թող կնոջդ թո հեռանա։ Բա որ ասում էի, նաթուրի։ Հարցրա ամուսիննա մահվան պատճառը։ Անա, կասես ամուսինը թե մահվանդ պատճառը։ Да. Այդ ամուսնուդ կարամ բռնեմ տապեմ։ Կամ կասես խի ինչպես։ Ասում հա ամուսինն է մահվան պատճառը։ Իմ երեխուն դու ես սպանել։ Մարի ջան, դտես բարդ Թոմ ջան, հələ հարցրա այսօր դու իրա կողմից մեծ ցավ զգալու ես քո վրա։ Ես եմ զգալու։ Դե երևի չհարցնեմ էլ, որովհետև զգացի նոր։ Պատիսկատոր կդրես գցես վրես։ Ասա քեզ հանգիստ կյանք չի տվել։ Անա, ամուսինդ հաճախ է քեզ ծեծել հանգիստ կյանք չի տվել։ Да. Բախի մարև։ Էս ուր եկաս, թե չեմ եղել ոնց որ ժողովուրդ։ Ամուսինը կենթանի է։ Չէ, կենթանի լիներ չէր կարանա պահեր։ Աննա, ամուսինդ կենթանի է, բա ինչ է։ Էս ուր դե ախպեր։ Չէ, լավ չգնամ, որ էս ինչ սալան դոստիկները կախեց վրես։ Ախպեր ասա, ամուսինդ չհարցրեցի կարդամ։ Խանդի օղի վրա է սպանել։ Դուք էլ եք այտենց մտածում, ռոմ հարցրը ինքը ստիպողաբար է ամուսնացել մարդու հետ։ Անա, մարդիկ կան, որ հետաքրքրվում են քո կյանքով, անկեղծ եմ ասում։ Դու ստիպողաբար ես ամուսնացել ամուսնուդ հետ։ Да. Արա բառը բերնից մեջ պատասխանում ես, այսինքն կարդացել է։ Դու կարդում ես մեկնաբանությունները։ Да. Ժող կարդում է ձեր մեկնաբանությունները։ Մի տենց խոսա Զակրեպ Անդրեն խփելու է, հա։ Բայց Անա, ես ինչքան տեղեկացված եմ, Ֆրանսիայում ստիպողաբար ամուսնություն չկա։ Ոնց է դա լինում։ Ոնց է դա լինում, Անա։ Աննա, ոնց է դա լինում, խնդրում եմ։ Կարող հա, մարմինը ըտեղա թաղված։ Հա, ես անգամ կվախենամ, որ մանել գամ, եթե մարմինը ստեղ թաղված լինի։ Աննա, ես գիտեմ, Ֆրանսիայում ստիպողաբար չի լինում նման բան։ Ինչպես է պատահել, որ քեզ
ստիպողաբար ամուսնացրել են։ Это было 1876 году. 1876 году 1876 թվի 1876 թվին Да. Սիլվա խես խնդում 1876 թվին Ժողովուրդ, ասում եմ 28 տարեկան եմ, իրանք այդ մահացած տարիքն են ասում, այդ տարիքում են ասում։ Հարցրու երեխա ունես։ Աննա, դու երեխա ունեցել ես։ Այդքան լրված է, թե։ Ասում 1986, հա, ոնց որ թե, հա, թե 76, մոռացա։ Ու ընդ խնդում են, ասենք, խի 28 տարեկանում մահացել է ու ինքը ժողովուրդ միշտ նշում է այն տարիքը, որը որ մահացել է 1876 թվին, հա։ Աննա, ես խոստանում եմ, կգամ, օգնեմ քեզ, խոստանում եմ, ինձ չի խանգարի, ասա չատիս մեկի անունը թող տա, Աննա, դու եթե հետևում ես չատին, ինչպես դու ես ասում, չատից մեկի անունը տուր, բայց ինձ էլ է հետաքրքիր, հետաքրքրես դու երեխաներ ունեցել ես, թե ոչ, միջև մահանալդ, խնդրում եմ, որ պատասխանես, ես միևնույն է գալու եմ քեզ օգնեմ, ամեն դեպքում, քանի տարեկանում է ամուսնացել, որ արեք շատ չխորանամ, անկեղծ եմ ասում, խղճում եմ ես իրան արդեն, դու երեխաներ, նյետ ինչ, հա երեխաներ չի ունեցել, ինձ թվում է երեխաներ չի ունեցել, ժողովուրդ, Աննա դու կրկնում եմ հարցս, խնդրում եմ, ներողություն, դու երեխաներ ունեցել ես միջև մահանալդ, Нет. Շնորհակալություն, իսկ հիմա, որ խնդրեմ, կասես, ինչպես ես մահացել, Ինչպես ես մահացել, խնդրում եմ, կասես, դեմը տա, տեսար սամ, Դու որտեղ ես, Ռոման ջան հարցրա գրեցի ինքը քեզանից շուտ պատասխանեց ինքը կողքը, հա, կասես, որ խնդրեմ, ինչպես ես մահացել, ինչպես է նա, եթե նա է իհարկե քեզ սպանել, եթե նա չի, ներողություն եմ խնդրում հարցիս համար, կասես, ինչպես ես մահացել, Խնդրում եմ, կասես, ասում է դու ղժուկ ես, խղճուկ ես, Էդի մարդն է երևո ասում, Մարինե ջան, բայց սարքը բան չի ասել, դու ոնց ես հասկանում այդքանը, Մարինե ջան, դու ինձ վախացնում ես արդեն, չգիտեմ քանի տարեկան ես, Он скинул скали. On skinul skali, On skinul skali, թարգմանեք ժողովուրդ, On skinul skali, թարգմանեք ժողովուրդ,
Բրթելա։ Սկալեն որն է։ Սարից է գցել։ Բրթե գցելա քարից։ Ժայռից։ Հա, ժայռից է գցել։ Ժայռից է գցել։ Ժայռից է գցել։ Վա, սիրտս տարակավ։ Ես այս պատմություն անգամ չեմ լսել։ Քանի քելը գնա կենյաններ։ Молния. Մոլնիա։ Ժայռից մոլնիա։ Կայծակ, ինչ կապ ունեն իրար հետ։ Դուք հասկանում եք ինչ եմ բացահայտում հիմա, լուրջ եմ ասում։ Հասկանում եք ինչ պատմություն։ Անա անկեղծ ցավում եմ, արա, ես ինչ եմ մտավ աշկս։ Անա անկեղծ ցավում եմ քեզ համար, երթվում եմ։ Եթե ես կարողանամ քեզ օգնել, կօգնեմ, կլքես։ Ցնդած են եղել, ինչ պիտի արած լինի, որ ժայռից գցի երևի այդ օրը։ Անա, ինչն է պատճառը, որ նա քեզ ժայռի գցի, օրը յախ, վատ։ Ինչն է պատճառը, խնդրում եմ, կասես։ Խնդրում եմ, կասես, ինչն էր պատճառը։ Խիա այդպես վարվել քեզ հետ, այդ խփնվածը։ Псих ревнует. Псих ռիվնուետ։ Հա բա պետք է փսիխ լինի։ Հղի եղել է ժամանակ, չասես երեխա չի ունեցել։ Հա, այսինքն, հա, լավ։ Psich ռիվնուետ, խանդից է գցել ժողովուրդ։ Հիվանդ խանդից։ Ռոմ հարցր։ Բայց մոմավառությունը չհասրեցի կարդամ։ Ռոմ հարցրը կարա ինչ-որ բան շարժի։ Անա, որ խնդրեմ, ինչ-որ բան կարող ես շարժել, որ համոզվեմ դու այստեղ ես։ Нет. Ար շնորհակալություն։ Բայց մոմավառությունով ինքը չի գնա, էլի բանա ուզելու, հարցրու ինչ։ Անա, մոմավառությունով դու չես գնա։ Կրկնում եմ հարցը, երևի կարդացել ես։ Ուրիշ, ինչ կուզես, ինչ պիտի անեմ։ Ասում եմ դու չգիտես քո գլխի գալիքը։ Сожги свечи. Ընդամենը եւ դա քեզ կօգնի։ Да. Ընդամենը դա։ Հարցրու հիմա ամուսինը ատեղ ձեր հետ է։ Անա, այդ պսիխը ոնց որ ասում ես, հիմա ինձ հետ է։ Да. Անա սիրտս տարակցրիր։ Սենց ու դար չի կերեղ։ Չեմ կողնորոշում ու վախնեմ։ Երևա։ Երևա։ Ուր ես։ Խոսա Я ниже. ներքևը, անանա ներքևը, թե էդիա ներքևը։ Խի խփիր, Ռոմասա, եթե քարով հարվածը ինա դու խփեց,
ինքը տեղյակ է։ Ռոմ ասա այդ քարով հարվածը ինա դու խփես ինքը եթե ինքը տեղյակ է։ Չհասկացա մի հատ հարցը ձևակերպի ցավը տանեմ։ Կներես էլի աղբերս իրոք։ Խի խփիր, արա։ Որ իրական բան եմ ասում, ինչ որ արել ես։ Это тебя мало. Հա, լավ է էլի։ Это тебе мало։ Ձենը լսող եղավ։ Ես անես ձեն լսեցի ոնց որ մեկը ափով խփեր, հա։ Հոմ համոզի մի կոպտի։ Okay։ Ասում այդ քեզ քիչ է։ Բարելա, բայց խոսած ապիցիալն չգիտեմ ինչա։ Հարցրու բա ամուսինը ոնց է մահացել։ Անա, խնդրում եմ, տենում եմ, ակտիվ շփվում ես։ Կասես ամուսինդ ինչպես է մահացել։ Ինչպես է մահացել ամուսինդ։ Խնդրում եմ ներկայացի։ Ռոմ կարա դեմոն լինի։ Տանի քեզ ծուղակ զգուշ։ Հնարավոր է ցավը տանեմ, հա, արմիրոք։ Ծախույն այն ուշադրություն ես գրավել դրա համար։ Okay։ Արա մի հատ տեղ կա, ուզում եմ եթամ ժողովուրդ։ Չեմ հիշում որտեղ է։ Ուզում եմ եթամ նկարեմ մի հատ այդ հատվածը։ Համել կշփվեմ հետը։ Մենակ ես տեղ, հա, ցավը տանեմ։ Անա, ինչպես է մահացել ամուսինդ։ Կասես։ Ձենը հենց փոխվում է Ռոմ, արդեն պիտի ջոգես, ով աղբեր։ Հա, ինչպես է մահացել ամուսինդ։ Самоубийство. Մի հատ տեղ կա, ոնց էինք գնում ժողովուրդ։ Ես իրոք մի հատ տեղ կա, անենց եմ ուզում տեղ նկարեմ։ Վտանգավոր բաներ, լիտակ մի կանգնի, հա, դա ուզում է ցավ տա։ Ստե մի հատ էլ մի րոպե ժողովուրդ։ Տանիք մի հատ դուրս կամ։ Հայաթը, հələ այդանք տենանք հայաթը ինչ է։ Անա, ես դուրս եմ եկել, այնպիսի վայր, որ չկարողանա ինձ վնաս տալ։ Անա, պատմությունդ պարզ է։ Ամուսինդ քեզ տարել, ասա ինչու ես ինձ վնասում, ես քեզ ուզում եմ օգնեմ։ ԱԴՄ չկա, էջում լավ ելեք։ Ուրեմն ձեր անուններն էլ ինձ դժվար է։ DJ Black, մերսի շատ ցավը տանեմ։ Ինքը չի, ես ամուսինն է։ Ամուսինն է, որովհետև վիրավորեցի։ Անա, նոր ստեղ էի հել է ժողովուրդ։ Այս հատվածն էի բարձացը։ Անա, որ խնդրեմ, կարող է գաս մոն վառես, ազատվի ու գա քո հետևից։ Արդ մտածում ես, բայց եղել է դեպքեր, որ մոմը վառել ինքը դուրս է գնացել է ուղակի, ազատվել է։ Անա, եթե այստեղ ես,
կարող ես ինչ որ մի բան շարժել, խնդրում եմ։ Վերցրու հենց հիմա իմ սարքերի էներգիան ու շարժիր, թույլ եմ տալի։ Ինձանից չէ, խնդրում եմ, որովհետև արդեն շատ վաղուց է ես նման վայրեր եմ հաճախում։ On։ Շարժեք ինչ որ մի բան, խնդրում եմ։ Եթե շարժես, հո, ստեղ ես։ Ժողովուրդ ես ծառեր մարերը քամուշ է կարա լինի։ Հա։ Օրո, չէի տեսե։ Չէի տեսե։ Հասերի նկարեմ։ Շորտ նկարել եմ։ Հասրել եմ նկարեմ։ Աննա, շնորհակալություն։ Իրոք շնորհակալ եմ։ Անկեղծ եմ ասում։ Безумный. Բիզումնի։ Գիտեմ քո համար շատ դժվար է։ Ռոմ ասում է, հələ Մարինեի գրասները ասում է ուզում եմ քեզ վնասեմ, դրանից հագստանում եմ, Մարինե ջան, չգիտեմ այդ բառերը ուրդուց ես բերում, բայց ամեն անգամ որ դու գրում ես, դու ինձ վախացնում ես, Մարինե ջան, մեկի որ խնդրեմ, անկեղծ, տարիքդ կասես, դու քանի տարեկան ես։ Отсюда. Я не отсюда, ես գիտեմ, Անա։ Բայց գիտեմ դու մենակ չես հետևում եթերս։ 27 Լավ, հա։ Բայց գիտեմ որ մենակ չես, չէ՞ հետևում եթերս։ Եթե սխալվում եմ, ներողություն եմ խնդրում։ Անա ներևած, չէ։ Ես մի հատ տեղ եմ ուզում գնամ, ուղղակի չեմ հիշում։ Հա, 97 թիվ։ Okay, կներեք, ներողություն եմ խնդրում։ Ասա բացի ձեզանից էլի մեկը կա այդտեղ։ Անա, բացի քեզանից մեկ էլ ամուսնուցդ էլի ինչ որ մարդ կա այստեղ, ավելի շուտ էներգիա, ուժ, հոգի, չգիտեմ ինչպես անվանեմ։ Խնդրում եմ, կասես։ Нет. Այսինքն երկուսով են, հարցրու Մարինեի հետ խոսում, հա։ Աննա, դու Մարինեի հետ ինչ որ կապ ունես, Մարինեն քեզ հասկանում, հա։ Да. Մարինեին հասկանում է։ Մարինե դու ի՞նչ կապ։ Մարինե ջան, կներեք կարող է ագենտ եք, լուրջ եմ ասում։ Դուք ի՞նչ կապ ունեք իրանց հետ։ Դուք ո՞նց եք իրանց զգում։ Դուք ո՞նց եք իրանց լսում։ Մարինե ջան, խնդրում եմ գրեք, դուք ով եք։ Ես վախենում եմ Մարինեից, իմ արև ավելի շատ Մարինեից, քան հենց հիմա մենակ այս շենքում անտառների մեջ, որ կարա հիմա գելել դուրս գա ինձ խժռի։ Ռոման ջան հարցրու Մարինեի հետ ինչ կապ ունի, ով է իրա համար։ Անա էր հա անունը։ Անա ջան, կարդացիք։ Մարինեի հետ դուք ինչ կապ ունեք։ Արա քայլում են։ Կարդացիք, խնդրում եմ։ Կասեք, ինչ կապ ունեք Մարինեի հետ։ Խնդրում եմ, կասեք, Մարինեն ինչ կապ ունի մի հատ կամայական անուն տուր, ասա այդ մարդու հետ կապ ունի։ Մարինեին թո պատասխանի, եթե կպատասխանի։ Խնդրում եմ, ասա Մարինեի հետ ինչ կապ ունես։ Պատասխանի, մարդիկ հետաքրքրված են քո կյանքով։ Կյանքդ կպատմես,
ես էլ եմ հետաքրքրված, խնդրում եմ։ Դու Մարինեի հետ ինչ կապ ունես։ Она чувствует меня. Մարինե ջան, իսկ դուք ո՞նց եք զգում իրան։ Она чувствует меня։ Ասում եմ մենք իրար հետ խոսում։ Մարի, ես վախում եմ արդեն։ Ես Մարինեից վախում եմ։ Հումոր եմ անում, Մարինե ջան, խնդրում եմ, հանգարցված չընդունեք, ես ուղղակի կատակեցի, ես մի հատ տեղ կա ուզում եմ գտնեմ։ Լավ, Աննա։ Ես խոստանում եմ կգամ այստեղ, ժողովուրդ ինչ եք մտածում, գամ այստեղ, գամ օգնեմ, գամ վառեմ այդ մոմը, որ ինքը հեռանա այստեղից։ Եթե հենց հիմա Աննա, խնդրում եմ, եթե դու կարդում ես գրածները, այն մարդիկ, ովքեր որ կան, հենց հիմա եթերում գրում են, ես կարդում եմ, իսկ դու կարդում ես գրածները։ Нет. Բա ոնց։ Ռոմ ջան, կհարցնես ամուսնու։ Մի հատ I don't որ գրած է զակրեպ արեք էլի չեմ հասցնում, կարդամ մի քանի անգամ գրեց։ Ես էլ եմ Մարին զգում։ DJ Black merci, Սանդրին merci։ Շնորհակալ եմ բոլոր նվերների համար, ժողովուրդ ջան, merci շատ, անչափ շնորհակալ եմ։ Ռոման ջան, կհարցնեք ամուսնու անունը ինչա, հավանական դեմոն լինի։ Ասեց Անդրե ամուսնու անունը, չէ ժողովուրդ։ Այսքան մարդու մոտ մի բանա հետաքրքիր, երրորդ ինչեր գրե, չհասցրեցի կարդամ։ Ռոման ջան, այսքան մարդու մոտ մի բան եմ ուզում, խնդրեմ քեզ։ Հերո ջան, խնդիր չկա, եթե կարողանամ իհարկե կօգնեմ, ցավը տանեմ։ Ասում ա դու գիտես։ Աննա, եթե դու չես կարդում։ Դա ո՞նց է լինում։ Հերո ջան, խնդիր չկա, ցավը տանեմ։ Չի կարդում։ Օնդա։ Օրո, ասում է իմ ամուսինը իմ կողին է հիմա։ Հա, էդի գիտեինք, Մարինե ջան։ Ասում է ինքը հա։ Ժողովուրդ ամուսինն է կարդում ձեր մեկնաբանությունները։ Զգույշ գրեք, թե չէ իմ օրին կընկնեք։ Նոր ոնց տավես բերնիս դոշիս։ Խոսա։ Բարձանա։ Ես մի հատ տեղ կանդեմ ուզում ման գամ, մարը ոնց էի այն վաղտ գնում։ Ես դե վախում եմ որթեն։ Մենակ էլ Էրո ջան մի հատ էլ նորից զակրեպ արա, ցավը տանեմ։ Ժողովուրդ չկա, չհասցրեցի կարդամ։ Տեղը տեղին վախեցած եմ։ Ժողովուրդ պատկերացնում եք ինչ պատմություն բացահայտեցի այսօր։ Իմ Պրիսյագի ժամանակ 2 օրով տուն եմ գալու, այդ ժամանակ ամեն մոտ վախենալու տեղը կգնաս։ Էրո ջան, Պրիսյագիդ խոստանում եմ, արի գրի ինձ անձնականով, գիտես պատասխանում եմ, խոստանում եմ, որ օրը որ Պրիսյագի ես գալու, գրի, այդ օրը խոստանում եմ ուզումա 6 շաբթի լինի, ուզումա 15 շաբթի լինի, կանեմ, եթեր քո խաթր։ Ասում ա դու չպետք է գնաս։ Բա ոնց չգնամ։ Մալչիկ։ Ով է։ Կանիկ ես այդ տեղը պիտի գտնեմ, ժողովուրդ։ Լուրջ եմ ասում, այդ տեղը պիտի գտնեմ, ես ոնց գտնեմ։ Ես ոնց որ սենց էի գնում, չէ։ Ով է հիշում այդ տեղը։ Սենց էի գնում։ Չէ։ Այդ տեղը որտեղ էր։ Իմ արև այդ տեղան ես տարօրինակ տեղ էր, չկարացա, դու երեխա ես, հա, ինձ ասում ես երեխա եմ, Անա
Դու սենց երեխա ուր ես տեսել։ Дайте ко мне. Ինչ ես ուզում։ Հա, երեխա է ուզում։ Ես չեմ կարող քեզ օգնել այդ հարցով, ներողություն եմ խնդրում։ Արա մի րոպե ժողովուրդը բարձանամ վերևով գնամ։ Անա դու շարունակի շփիր ինձ հետ, ես ուղակի մի հատ վայր եմ ման գալիս։ Բայց ես խոստանում եմ, կգամ կօգնեմ։ Ոնց որ, հա, սենց էինք գնում։ Սամոնովա նկար ուղարկեմ։ Ասում է որտեղ դանակ Զագրեբ։ Որտեղ դանակ։ Աննա կասես որտեղ ես հողարկավորված, խնդրում եմ։ Ասի Տիլիֆոն։ Ինչ կապ ունի։ Ես այն վաղտ ոնց գնացի։ Ինչպես գնացի, մի հատ մեծ շինություն, այն շինությունն եմ ուզում այդան, բայց չգիտեմ ոնց։ Բնությունն իրան նանում է, միշտ փակում է ճանապարհները։ Ոնց գնամ ես, ստեղ է։ Հա, հեսա, վայ։ Ես պատի գնամ, բայց սենց ոնց գնամ, չէ, չեմ կարա, ցավոք։ Кто не знает. Ոչ մեկ չի, ժողովուրդի, ոչ մեկ չգիտի ինքը որտեղ է թաղված։ Չէ, չեմ կարա, այս կծկծուկները կծեն ոտերս։ Նորվա գրող զինվորներ ինչ էր գրել։ Հարցրու որտեղա թաղված։ Հարցրեցի, ասում է никто не знает։ Աննա, հա, ոչ մեկ չգիտի, նորմալ է։ Դու գիտես։ Пожалуйста. Լավ, չեմ հարցնի։ Չեմ հարցնի։ Ներողություն, կներես չեմ հարցնի։ Իրոք կներես։ Միջև ինքդ չուզենաս։ Եթե կուզես պատասխանել, խնդիր չկա, ես կօգնեմ, խնդիր չկա։ Լավ։ Գնամ, ուր գնամ։ Ես իշտեմ ներքև չէ երևի ժողովուրդ։ Անա, խնդրում եմ, եթե հետևես ինձ, ես կփորձեմ մյուս անգամ գալ, խոստանում եմ, գալու եմ օգնեմ, դու խնդիր չունես, լավ, կփորձես երևալ այս գիշեր, ինչ, լացումը, լացի ձենը գալի, ռոմ, լացումը, յայա, ախպեր ես նեղ մաջալ ես իմ արև դուք է լացի ձեն եք լսում, ուր դուց ախպեր, լաց, ուր դուց ախպեր, Աննա, լացում ես, Ռոմոզուշ, Պասիցիցիա, Աննա, ինչ որ մեկ է եկավ ու դու լացում ես, որոյ սիշ, բայց ես լավ չեմ, ժողորդ շակաղվա, սարսուրը տվեց վրես, հա, լացի ձենը գալիս է, փախի, Ղազարյան ջան, չէ, փախնել է արժ չկա, հրամայի, փախի, չէ, ախպեր, փախին մի գրեք, բայց լսակ, ասա որ ող, լացում էր, այս ներ մաջ, Աննա, շնորհակալություն, որ բարի ես, որ ներկայանում ես, անկեղծ եմ ասում, վերջի, երևի իշքան, 2-3 ամսվա մեջ,
Խեր լացում։ Չգիտեմ, ես չէի էլ լսում вообще լացը։ Ժողովուրդ, իրոք լուրջ եմ ասում։ Անա, կասես ով էր լացում։ Արա էլիս բաներ մոները ոգելու գցի վրես։ Ասում ա կես կգցեմ դժողք։ Մարինե ջան, անկեղ շնորհակալ եմ, որ օգնում ես, բայց որ այդպես բաներ ասում ա մի ասա, էլի, ավելի լավը չիմանալով անգնեմ մի բան լինի, քան նախապես իմանամ։ Դու գիտես ինչքան վատ Противный. պրատիվնի։ Հա, նայ, այսինքն ինքը քո հետ կապ ունի։ Այս հոգի եք կանչել, չէ, ցավը տանեմ, հոգի չեմ կանչում։ Okay, ուրեմն ժողովուրդ, հոգի չեմ կանչում։ Հոգիները արդեն այստեղ կան, որ ես գալիս եմ։ Ես գալիս եմ GhostTube սարքով, ավելի շուտ ծրագրով, բայց սարքերն էլ ունեմ, Spirit Voice, Spirit Box, ուրեմն լուսարձակ շարիկներ, ձայնային ազդանշաններ, որ էներգիաներ եմ ներկլանում ու սկսում ձայներ հանել, ու այդ սարքերի միջոցով ուղղակի շփվում եմ իրենց հետ։ Հոգի չեմ կանչում, Ռոման ջան իրան հարցրա, ինչի էր լացում, պատճառը ինչն է, որ լացում էր։ Հերո ջան, քանի այսօրվա եթերը պլաչեց, հենա նոր ինքն է ժողովուրդ, ասում է պլաչեց, լացում էր։ Հենց հիմա կհարցնեմ։ Զիմլյա։ Տարօրինակ բառեր է հանում։ Լացել, զիմլյա։ Անա, դու ես լացում նոր, որ խնդրեմ, կպատասխանես։ Да. Ռոմ եթե գաս, ռադիոն հետդ կբերես, որ խոսի հասկանանք։ Լավ, Արսեմ ջան։ Հա, տարբերակ է, կարելի է։ Ինչի համար է լացել։ Անա, խնդրում եմ, ասա, ինչի համար ես լացում։ Ինչն է պատճառը, որ լացում ես։ Կասես։ Խնդրում եմ, կասես ինչն է պատճառը, որ լացում ես։ Ռոմ կարողա չեն թողել, դրա համար է ասում, զիմլյա, հնարավոր է, այսինքն չեն թողել, հա չեն թաղել, հա ժողովուրդ տարբերակա գիտեք, եթե ժայռից իրան գցած լինեն, ու ոչ մեկ չգտնի, ու տենց էլ չթաղեն։ Он сделает меня больно. Դրա համար էի լացում։ Да. Ռոմ հարցրա իրան որ սպանեցին, իրան ինչ որնեք ման եկելա, որ շատ չեմ ուզում խորանամ, իրոք ուզում եմ մի քիչ հարգանքել, ես իրան ինչ հարց տամ, ինքը պիտի պատասխանի։ Նորից խանդել է, քո հետ շփվելուց հնարավոր է։ Ես էի ուզում այդ հարցը տայի, նատուրի։ Ժողովուրդ, եթե կապը կորի, ռուսա չէ, սարքն է ռուսերեն ժողովուրդ, ով որ չգիտի, ուղղակի հայերեն տարբերակը չկա։ Հանգիստ չի, հոգին հանգիստ չի։ Անա, քո հոգին հանգիստ չի։ Нет. Հարցրու ինչ ազգ է։
Լստե բարձրությունը նայ, չէ, կայն է կարող է ընկնի։ Հələ մի րոպե։ Աննա, ես գնում եմ։ Մնա այստեղ չհետևես ինձ։ Սասի։ Ես հրամայում եմ յուրաքանչյուր ուժ, էներգիա, կարևոր չի ով է։ Մնացեք այստեղ որտեղ որ կաք, չհետևեք, սա հրաման է, սա խնդրանք չի, չհետևեք ինձ։ Բոլորիդ սիրում հարգում եմ բարեկամներ, լավ եղեք, բոլորիդ բարի գիշեր եմ մաղթում, հույսով եմ յուրաքանչյուրդ ինչ որ մի բան հասկացաք։ Բարի գիշեր բոլորիդ բարեկամներ, լավն եք, շնորհակալություն։